Այն ժամանակ հիշում եմ, եղել եմ, ես այն ժամանակ շատ խոր վիճակ էր։ Բարև ձեզ։ Այստեղ վաճառք կա։ Այո, պարոն վարչապետ, քանի որ մեր թանգարանը նաև շնորհվում է ժողովրդական վարպետի վկայական, մենք նման պատիվ ունենք, մենք աշխատում ենք վարպետների հետ, եւ սա մեզ հնարավորություն է տալիս հավաքագրել եւ ներկայացնել տարբեր վարպետների աշխատանքներ։ Այս թանգարանը նաև իր քաղաքական արդեն ծրագրերի միջոցով կարողանա մեծ համայնք ձևավորել։ Շատ լավ։ Կան այցելուներ։ Այո։ Եվ նորոգում այցելուները թե նոր ազդում է։ Այս սեզոն նոր ազդում է ու նաև այդ տեսանկյունից է ազդում, որ կապիտալ ենք նորոգում։ կապիտալ նորոգում ենք։ Որտեղ այս ժամանակ հիշում Մեզ մոտ հիմա մարզերից գալիս են երեխաներ, որոնք ասում են, որ տեսել են, ու սա մեզ համար շատ մեծ պարտանալու բան է։ Մեր թանգարանը, պարոն վարչապետ, վերաբացվել է որպես հայկական գործվածքի թանգարան։ Թանգարանը շենքը ինքնին հուշարձան շենք է, որը ինչպես Տիկին Անդրեասյանը նշեց, կառուցվել է 1896 թվականից Սամսոն Բեկ-Հարությունյանի կողմից։ Հիմա ձեր գործած գորգերը այստեղ վաճառվում են, թե չէ։ Ես ունեմ այստեղ գոր, Նկատի ունեմ վաճառքի համար։ Վաճառք լինելու է։ Կան ասեն, այս իրակրկնօրինակից ուզում են, օրինակ կարող են ծառայություն մատուցել։ Կարող է, ու բացի այդ կարող ենք նաև արձանագրի ծառայություն մատուցել։ Մենք շատ ենք ունեցել դեպքեր, որ հյուրերը եկել են եւ ուզեցել են, որ արձանագրություն գրվի գործի վրա, օրինակ ընտանեկան հասը շատ լավ հարսանյաց նվեր է, օրինակ կամ սերնդեսերունդ փոխանցվող։ Այստեղ շատ շուտով ունենալու են կառույցով ակտիվացող հետաքրքիր փորձառություններ, այսինքն տեղում տեսնելու են ինչպես են այլ վարպետները ստեղծագործում։ Իսկ նորոգման համար ինչքան է ծախսվել։ Ամբողջը բյուջեի ֆինանսավորումը։ Բնականաբար տարածքը շատ փոքր է, պարոն վարչապետ, այսինքն այստեղ ցուցանմուշ է տեղավորվում։ այո, անհնար ամբողջությամբ։ Եվ հիմա Դիլիջանում մարդիկ ունեն հնարավորություն գալ ու հայկական գործվածքի պատմությանը խտացված ծանոթանալ։ Այստեղ արդեն տարածային համալիրի տարբեր դրսևորումներ են։ Ամեն դեպս ամեն հայտավոր լավ այսպես շատ թարմ շունչ աստացել, պահելով ինչ որ գալը։ Այստեղ մեր հացի թեման է, այստեղ հացի թեմային ներառվող բոլոր ինքը կան է, այստեղ բոլոր կալսեր են նացահատիկը, հին կալսիչ մեքենա է։